Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1421-րդ օրն է, առավոտվանից լուրերը շատ են, Թրամփի ճանապարհից էլ զարգացումներ կան։ Դե իմ դիրքորոշումը գիտեք այս հարցով, եթե կարող ենք մեր շահերը պաշտպանելով համադրենք Ամերիկայի շահերի հետ, ես միայն ուրախ կլինեմ եւ պատրաստ եմ աջակցել, որպեսզի Հայաստանի համար լավ լինի ու ոչ միայն ես, մեր բոլոր փորձագետներն էլ միշտ պատրաստ են օգնելու։ Թրամփի ուղին հնարավորություն է թե մարտահրավեր, դա կախված է մեզանից, արդեն ասել եմ, եւ Ուկրաինայի օրինակով ասեմ, Թրամփի հետ չնայած նրա հաճախ անըմբռնելի ռետորաբանությանը աշխատել հնարավոր է, դժվար է, բայց անհրաժեշտ միջոց է։ Եթե հիշում եք, Թրամփի ընտրվելուց ես ասացի, սա դժվար ժամանակներ են լինելու, բայց նաև հնարավորությունների։ Պետք է ամեն ինչ անենք մեր Հայաստանի շահը առաջ տանելու համար։ Այս թեմային կանդրադառնամ հարցազրույցի ֆորմատով անալիտիկա ալիքում։ Կարևորը ինչ կուզեի ասել այս ալիքով, պետք է չվախենալ փոփոխություններից, մանավանդ երբ դրանք անխուսափելի են։ Այսօր փորձեմ հասցնեմ ձեզ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ թեմաներից պատմեմ։ Դեռ դժվար պայմաններում եմ եթերը պատրաստում, բայց կարևորը այլ է, քանի որ մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի YouTube-ի լավագույն լսարանին, այսինքն ձեզ ներկայացնենք լավագույն նորությունները, ուրեմն դրանք շատ կլինեն։ Մանավանդ որ բարի դրոնները ջանք չեն խնայել մեր տրամադրությունը բարձրացնելու համար։ Մինչ այսօրվա բուրն եթերը սկսել է, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն աջակցության խոսքերի համար, որոնք դուք ամեն օր գրում եք եթերների մեկնաբանություններում, այն աղոթքների եւ մեսիջների համար շատ ուրախ եմ, շատ զգացված եմ։ Դուք շատ եք մոտիվացնում, շատ շնորհակալ եմ ձեզ։ YouTube-ը առաջին հերթին սոցիալական ցանց է, որի տեսանյութերի հնարավորություններից մենք ավելի հաճախ ենք օգտվում, բայց այն հետադարձ կապը, որը գալիս է ձեզանից, աննկարագրելի է։ Շատ շնորհակալ եմ ձեր լայքերի, եթերը տարածելու եւ իհարկե մեկնաբանությունների համար։ Դուք անասելի ուժ եք, որի էներգիան ես զգում եմ ամեն օր։ Ավելին ասեմ, Պուտինի կողմնակիցները երկակի են տխրում համ եթերի բովանդակությունից, համ էլ ձեր աջակցությունից։ Սա ամենօրյա փոքրիկ հաղթանակներ են, որի իրագործողը հենց դուք եք, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Իսկ պուտինյան կողմնակիցները իրենց հերթին նվնվոցով բարձրացնում են մեր տրամադրությունը։ Համաձայն եք, որ նաև հաճելի է տեսնել, թե ինչպես այլևս ասելիք չունեն այն մարդիկ, ովքեր համառորեն շարունակում են մնալ չարի կողմում, բայց մենք բարի ենք եւ նրանց նույնպես արտահայտվելու հնարավորություն ենք տալիս։ Իդեպ Պուտինի կողմնակիցներն այնքան էին ուրախացել Ուկրաինայի սովորական մարդկանց վրա իրենց հարվածներով, որ չեն դադարում զարմացնել իրենց անկրթությամբ, հա, պարզվում է նրանք Արեշնիկով հարվածել են Լվովի մետրոին։ Ախր Լվովը մետրո չունի։ Ինչպես որ չկա այդ Արեշնիկը, այդ ոչ միշտ թռչող Ֆրանկենշտեյնը, որը իրենք Արեշնիկ են անվանում, հավաքված է հին խորհրդային ջարդոնից։ Մեր Telegram-ում վստահ եմ մեր լսարանից շատերը արդեն տեսել եք Արեշնիկի գիրոսկոպի պատմությունը, որը դեռ Յուրի Գագարինի ժամանակներից է։ Ռուսաստանը օրեկան կորցնում է, բայց դեռ փորձում է Սալավյովներով խոռոչներ փակել, ինչպես նշում է Պոլիտիկոն, Մոսկվայի կողմից աշխարհում ստեղծված դաշինքը արագորեն փլուզվում է, իսկ Կրեմլը փաստացի կորցրել է իր գործընկերների ճակատագրի վրա ազդելու հնարավորությունը։ Այսօր Պուտինը լուռ հետևում է, թե ինչպես է Թրամփը մեկը մյուսի հետևից հեռացնում Պուտինի գործընկերներին առանց որևէ դիմադրության։ Մոսկվայի ողջ համակարգը փլուզվեց։ Թրամփը հերթով շարքից հանում է Ռուսաստանի բոլոր դաշնակիցներին, ինչն անմիջականորեն հարվածում է Մոսկվայի եւ անձամբ դիկտատոր Պուտինի դիրքերին աշխարհաքաղաքական ասպարեզում։ Իդեպ Թրամփի ուղին հենց այս տրամաբանության մեջ է եւ ցանկացած որոշումներ ընդունելուց մենք սա պետք է լավ ճիշտ վերլուծենք։ Ռուսաստանը դեռ ձգտում է Երևալ մեծ տերություն, բայց գործնականում հանգեց նվաստացուցիչ ձախողումների շղթայի ամբողջ աշխարհում։ Այս մասին գրում են արդեն շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթի տեսաբանները։ Պուտինը տանում է իր երկիրը դեպի կատաստրոֆա վերնագրով հոդվածում, վերլուծելով Պուտինի քաղաքականության հետևանքները։ Ռուսաստանը պարտություններ է կրում միանգամից 11 ուղղություններով։ Այսպես կոչված հատուկ ռազմական գործողության 4 տարիների արդյունքը օրինաչափ է։ Ռուսաստանը ավելի թույլ է, քան մինչև պատերազմի սկիզբը։ Առաջին ուղղությունը պարտության, որը կրում է Պուտինը, դա Ուկրաինան է, հետո Վենեսուելան։ Այնուհետև Ռուսաստանի նվաստացումները ծովում, որին հաջորդում են Իրանը, Սիրիան, Աֆրիկան, Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը, փորձագետները առանձնահատուկ նշում են նաև Վրաստանը, այնուհետև մատնանշվում է Ռուսաստանի քայքայված տնտեսությունը եւ ռուսական նավթի ու գազի
համար Եվրոպայի կորսված պրեմիում շուկաները։ Ճիշտ ասած, ամեն ինչի հետ համաձայն եմ, բացի Վրաստանից, չէի ասի, որ Վրաստանում ռուսները պարտվում են, բայց ընդհանուր լոգիկան պարզ է։ Ռուսաստանի ագրեսիան վերածվում է ներքին փտման, ժողովրդագրական, այսինքն դեմոգրաֆիկ ճգնաժամը սրվում է բնակչության ծերացման եւ 100,000-ավոր մարդկանց արտագաղթի պատճառով, պաշտոնական տվյալներով 600,000 էր արտագաղթել։ Ռուսաստանի տնտեսությունը շնչահեղձ է լինում, աճը կանգ է առել, բյուջեի 40%-ը բաժին է ընկնում պատերազմին եւ ուժայիններին։ Նավթից եւ գազից ստացվող եկամուտները մեկ տարվա ընթացքում կրճատվել են գրեթե կիսով չափ պատժամիջոցների եւ գների անկման պատճառով։ Շվեյցարացի վերլուծաբանների տեքստը կարծես լրացնում է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է Ռուսաստանի ստվերային նավատորմի վրա ճնշման նոր փուլի մեկնարկի մասին։ Պուտինի ստվերային նավատորմի 20%-ը արդեն կաթվածահար է եւ Զելենսկին նոր միջոցառումների անոնս արեց։ Դե ստվերային նավատորմը, որը ապահովում է Ուկրաինայի դեմ պատերազմի ֆինանսավորումը, իրոք լուրջ խնդիր է եւ այդ խնդիրը պետք է լուծել։ Եվ եթե մեր դաշնակիցները օգնում են, պետք է նաեւ մենք կարեւոր քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ։ Իդեպ Շվեդիան եւ Ֆինլանդիան Եվրոպական միությանը առաջարկել են պատժամիջոցների նոր փաթեթով ամբողջությամբ արգելել ռուսական էներգակիրներ տեղափոխող նավերի սպասարկումը։ Եվրոմիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը, Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման տարելիցին ընդառաջ։ Շվեդիան եւ Ֆինլանդիան հանդես են եկել նախաձեռնությամբ, որը կարող է նոր լուրջ հարված հասցնել Մոսկվայի էներգետիկ եկամուտներին։ Այս մասին հայտնում է Եվրոակտիվը, հղում անելով եվրոպական դիվանագետների շրջանում իր աղբյուրներին։ Սկանդինավյան երկու երկրները առաջարկում են նավթով, գազով եւ ածխով բեռնված ռուսական նավերի համար ամբողջությամբ փակել Եվրոմիությունում սպասարկման բոլոր տեսակի հասանելիությունը, ներառյալ փոխադրումը, բեռների վերբեռնումը, ապահովագրությունը եւ վերանորոգումը եվրոպական նավահանգիստներում։ Սա շատ կարեւոր նախաձեռնություն է եւ հուսով եմ, որ գործընկերները կլսեն Հելսինկիի եւ Ստոկհոլմի առաջարկը։ Լրատվամիջոցները նաև հայտնում են, որ այս տարի Դավոսի համաժողովը խոստանում է լինել չափազանց կարևոր։ Հաջորդ շաբաթ Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կարող է տեղի ունենալ Ուկրաինայի ապագա անվտանգության համար կարևորագույն հանդիպումներից մեկը։ Կիևի դաշնակիցները մեծ յոթնյակից մտադիր են ուղղակիորեն ճնշում գործադրել Դոնալդ Թրամփի վրա եւ հասնել անվտանգության երաշխիքների վերաբերյալ նրա անձնական հավանությանը։ Ինչպես հայտնում է Financial Times-ը, Ուկրաինայի դաշնակիցները մեծ յոթնյակից վճռական բանակցություններ են նախապատրաստում Թրամփի հետ։ Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Կանադայի եւ Միացյալ Թագավորության առաջնորդները ցանկանում են Թրամփից ստանալ անձնական համաձայնություն Ուկրաինային տրվելիք անվտանգության երաշխիքների վերաբերյալ հնարավոր հրադադարի դեպքում։ Խոսքը այն պայմանավորվածությունների մասին է, որոնք արդեն իսկ նախապատրաստվել են նրա վարչակազմի բանակցողների եւ Ամերիկայի եվրոպական ռազմական հրամանատարների կողմից Փարիզում կայացած բանակցությունների ժամանակ։ Ուկրաինայի դաշնակիցները մեկնում են Դավոս Թրամփի վրա ճնշում գործադրելու համար, նշում է Financial Times-ը։ Ինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, եթե դեռ չեք լայքել եւ տարածել մեր եթերը, հիշեցնեմ դրա կարեւորության մասին։ Իսկ ռուսները այնքան էին ցանկանում խաթարել սովորական ուկրաինացիների կյանքը, որ արդյունքում խաթարվեց հենց Ռուսաստանի սահմանամերձ մարզերի կյանքը։ Բելգրադի նահանգապետ Գլադկովը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն, պատրաստվել Բելգրադից տարհանմանը, քանի որ տարածաշրջանում իրավիճակը մոտ է օրհասականին։ Դե իրենք սիրում են քրիտիկական իրավիճակը մեղմացնող բառերով անվանել խայտարակությունը թաքցնելու համար։ Իրավիճակը Բելգրադում հենց օրհասական է, ոչ թե մոտենում է օրհասականին։ Բելգրադի մարզի իշխանությունները բացահայտ քննարկում են բնակչության տարհանման հարցը եւ ընդունում են, որ էներգամատակարարումը ամբողջությամբ վերականգնելը անհնար է։ Էլեկտրաէներգիան Ռուսաստանի Բելգրադի մարզում չի բավականացնի ոչ մարդկանց, ոչ էլ գործարաններին։ Մարզային կառավարության մասնակցությամբ կայացած արտակարգ խորհրդակցության ժամանակ Գլադկովը ուղղակիորեն հայտարարել է, նույնիսկ ռեզերվային գեներացիան ի վիճակի չէ փակել տարածաշրջանի կարիքները։ Ակնհայտ է, որ հոսանքը չի հերիքում։ Իշխանությունները արդեն պատրաստում են ցուցակներ եւ սցենարներ, թե ում եւ ուր կարելի է տեղափոխել, կամ մարզի ներսում, կամ Ռուսաստանի այլ տարածաշրջաններ։ Սա վառապացույց է, որ պատերազմի գինը վերադառնում է տուն Ռուսաստան, որտեղից որ դուրս էր եկել։ Բելգրադի մարզն առաջին անգամ առերեսվում է նման մասշտաբի ճգնաժամի, դե իհարկե, եթե Ուկրաինայի վրա չհարձակվեին
էին, մերոնք հո չէին պատժելու։ Փորձագետների կարծիքով այս իրավիճակը Ռուսաստանի վարած քաղաքականության ակնառու արդյունքն է Ուկրաինայի էներգետիկ համակարգին հասցված հարվածները, որոնք Կրեմլը անվանում է պատասխան եւ ճնշում, բումերանգի պես ետ եկան Ռուսաստան։ Հիմա արդեն ռուսական իշխանությունները հրապարակավ խորհուրդ են տալիս քաղաքացիներին փրկվել սեփական ուժերով։ Բայց հետաքրքիր է, չէ՞, այդ մարդիկ չէին որոշում կայացրել հարձակվելու Ուկրաինայի վրա, Պուտինն էր որոշում կայացրել։ Հիմա երբ Ուկրաինան արդեն պատժում է իրենց, մարդկանց ասում են ձեր ուժերով փրկվեք։ Սա ռուսաստանցիների համար պետք է մարկեր դառնա, որ իրենց լռությունը այլևս հնարավոր չէ։ Իսկ եթե իրենք հնարավոր են համարում, պետք է պատրաստվեն նոր փորձությունների։ Իդեպ արևմտյան լրատվամիջոցները հաստատում են Ռամզան Կադիրովի ծանր հիվանդությունը եւ ակնկալում են իշխանության համար կատաղի պայքարի մեկնարկ Չեչնիայում։ Այդ հանրապետությունում լարվածությունը աճում է իշխանության փոխանցման հարցի շուրջ տեղի դիկտատոր Կադիրովի առողջական ծանր վիճակի մասին լուրերի ֆոնին։ Այս մասին ասվում է Times-ի հոդվածում։ Արևմտյան վերլուծաբանները նշում են, որ իրավիճակը կարող է լուրջ մարտահրավեր դառնալ ոչ միայն բուն հանրապետության, այլև Կրեմլի համար։ Ամեն ինչ հղի է ռուսական էլիտաների պառակտմամբ, իսկ իշխանության համար պայքարը Չեչնիայում կարող է լինել չափազանց դաժան։ Դե իսկ մենք անհամբերությամբ սպասում ենք իրադարձությունների նոր զարգացումներին։ Ամենահետաքրքիրն այն է, որ չնայած այս բոլոր փորձանքներին, որ սկսվել է Ռուսաստանում, ռուսները դեռ ցանկանում են մեզ ոչնչացնել, երևի նրանց համար սեփական խնդիրները դեռ քիչ են։ Կրեմլամետ լրատվամիջոցների ներկայացուցիչները եւ Z բլոգների հեղինակները փաստացի դադարել են թաքցնել Ուկրաինայի քաղաքացիական բնակչության դեմ զանգվածային տերորի կոչերը։ Առիթը Կրեմլամետ Սալավյով լայվ ալիքի հաղորդավար Fighter Bomber բլոգի հեղինակ Իլյա Տումանովի գրառումներ։ Նա բացահայտ հայտարարում է, թե Ուկրաինայում իբր այլևս խաղաղ բնակիչներ չկան, հետևաբար հարվածներ հասցնելիս կարելի է ոչ մի տարբերություն չդնել ռազմական եւ քաղաքացիական օբյեկտների միջև։ Մեջբերում եմ նրա խոսքերը, եկավ այն գիտակցումը, որ պատերազմի 4-րդ տարում Ուկրաինայում մերոնցից մնացել է այնքան չնչին տոկոս, որ թիրախները ընտրելիս նրանց վրա ուշադրություն դարձնելը անիմաստ է։ Նման հանցավոր խոստովանություն է անում Տումանովը։ Դե գիտեք, Ուկրաինայում վաղուց փակված են ռուսական ալիքները, իսկ նման նյութերը բերվում են դաշտ որպես թշնամու արյունարբության օրինակ։ Իդեպ, ինչպես արդեն ասացի երեկ, իրականությունը աստիճանաբար հասնում է ռուսներին։ Ռուսաստանի Պետդումայում հրապարակավ խոստովանել են, որ Ռուսաստանի տնտեսությունը մտնում է անկման փուլ եւ 26 թվականին վերականգնման համար ոչ մի հիմք չկա։ Իսկ չէ որ պատճառը այս պատերազմն է, որն ամեն օր խլում է հազարավոր ռուսների կյանքեր կամ հաշմանդամ է դարձնում նրանց։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հունվարի 13-ին ելույթ ունենալով Գլոբալ Եվրոպա համաժողովում բացահայտեց Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի օկուպացիոն բանակի կորուստները։ Նրա խոսքով դրանք արդեն հասել են ամսական ստաբիլ 20-25 հազար մարդու։ Դե նա եվրոպացիներին պատմեց, բայց մեր լսարանը վաղուց գիտի այդ մասին։ Ինձ մոտ տպավորություն է, որ եվրոպացիները նորովի են բացահայտում իրենց համար Ուկրաինան եւ հենց իրենց։ Սա նույնպես Պուտինյան պատերազմի արդյունքն է։ Իդեպ Տագանրոգին հասցված երեկվա հարվածը, որի հետևանքով լրջորեն վնասվել է Ատլանտ աերոգործարանը, իրականացվել է ոչ թե դրոններով, այլ հրթիռով։ Սրա վրա ուշադրություն են դարձրել ռազմական փորձագետները, իսկ զուգահեռաբար այս տեղեկությունը հաստատել են ուկրաինական պաշտոնական կառույցները։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ թիրախի դեմ կիրառվել է ուկրաինական արտադրության հրթիռ։ Իր հերթին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը SBU-ն հայտնել է, որ գործողությունը իրականացվել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հետ համատեղ։ Սա հիմք է տվել ենթադրելու, որ հարվածի համար կարող էին օգտագործվել Նեպտուն հրթիռները։ Այս վարկածը անուղղակիորեն հաստատում է նաև ավերածությունների մասշտաբը։ Ըստ արկա տվյալների ձեռնարկությունում ամբողջությամբ այրվել է առնվազն 1 արտադրամաս, իսկ որոշ տեղեկություններով նույնիսկ 2-ը։ Ատլանտ Այրոն ռուսական ռազմարտունաբերական համալիրի կարևոր տարր է։ Գործարանը ապահովում է Մոլնիա տեսակի ռազմաճակատային հարվածային ԱԹՍ-ների արտադրության ամբողջական ցիկլը նախագծումից մինչև փորձարկում։ Բացի այդ, այնտեղ արտադրվում են առանձին բաղադրիչներ Օրիոն տեսակի միջին բարձրության հետախուզական հարվածային դրոնների համար, որոնք ակտիվորեն կիրառվում են ռուսական զինուժի կողմից։ Սեփական մշակման հրթիռների արտադրությունը չափազանց կարևոր է, թեև երբ գործընկերները կիսվում են իրենց նոր տեսակի սպառազինություններով, դա նույնպես խիստ օգտակար է։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը սկսել են կիրառել ամերիկյան նորագույն Tempest զենիթային համալիրը ռուսական
դրոնային հարձակումները հետ մղելու համար։ Tempest-ը ամերիկյան V2X ընկերության մշակումն է, այն մասնագիտացած է ATS-ների ցածր թռչող ուղղաթիռների եւ այլ փոքր օդային թիրախների արագ հայտնաբերման նպատակով։ Մեր զինվորականները շատ գոհ են նոր տեխնիկայից, դե որ եթերն է անցնում առանց Թրամփի հիշատակման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել է, որ պատրաստ է միջամտել Իրանում տիրող իրավիճակին, որտեղ ժողովուրդը ապստամբել է Ալի Խամենեիի վարչակարգի դեմ։ Ամերիկյան առաջնորդ Թրամփը, դատելով ամեն ինչից, որոշում է կայացրել միջամտել Իրանի գործերին, նա աջակցել է Ալի Խամենեիի ռեժիմի դեմ ժողովրդական ապստամբությանը։ Ամերիկայի նախագահը հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ իր պաշտոնական էջում սոցիալական ցանցերում։ Թրամփը կոչ է արել իրանցի ժողովրդին շարունակել բողոքի ցույցերը եւ երկրի իշխանությունը վերցնել իրենց ձեռքը։ Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքել, գրավել ձեր իշխանության ինստիտուտները, գրի առեք մարդասպանների եւ բռնաբարողների անունները։ Նրանք վճարելու են, հայտարարել է Թրամփը։ Նա հստակեցրել է, որ այս պահին հրաժարվում է որևէ շփումից Իրանի վարչակարգի հետ, որը փորձում է ուժով ու դաժանությամբ ճնշել բողոքի ցույցերը։ Թրամփը նաեւ ակնարկել է, որ Միացյալ Նահանգները մտադիր են միջամտել տեղի ունեցող իրադարձություններին դադարեցնելու վարչակարգի կողմից իրականացվող խաղաղ բնակչության զանգվածային սպանությունները։ Օգնությունն արդեն ճանապարհին է, ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, եթե Թրամփը նորից հարվածի Իրանին, ապա դա կլինի նրա երրորդ պատերազմը մեկ տարվա ընթացքում եւ երկրորդը Իրանի դեմ։ Վատ ռեզյումե չէ խաղաղության Նոբելյան մրցանակի տեխնացուի համար։ Այս դեպքում ես բարի հումորով եմ սա ասում։ Մոտեցանք ռազմական լուրերին։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են համակարգված գործողությունները ուղղված ռուսական զորքերի հարձակողական եւ ռազմատնտեսական ներուժի նվազեցմանը, հասնելով ագրեսորի թուլացմանը եւ նրան պատերազմը դադարեցնելուն հարկադրելուն։ Մեր Telegram-ի հետևորդները հավանաբար արդեն տեսել են գիշերը ուկրաինական դրոնների հարձակումները, ուղղությունը Ռոստովներ, կարևոր թիրախներ են խոցվել։ Մանրամասն կադրեր ունենք մեր Telegram-ում, կարող եք վայելել։ 3 Պոկրովսկի ուղղությամբ ռուսական բանակը 39 անգամ է գրոհել, Գուլայպոլիի ուղղությամբ ընդամենը 26 անգամ, Կուպյանսկի ուղղությամբ 4 գրոհ է եղել։ Վաղուց չեմ անդրադարձել Կուրսկի մարզի եւ Բելգրադի մարզի ուղղություններին, այնտեղ գրեթե մարտեր չկան, պարզապես ռուսները շատ թե քիչ հրետակոծում են, երևի թե ուժերը չի հերիքում գրոհներ կազմակերպելու համար, չնայած այս ֆոնին տարօրինակ էին նրանց վերջերս արած փորձերը Սումիի մարզի սահմանամերձ գոտում։ Դե ռուսների լոգիկան ով է հասկանում։ Անցնենք մարտի դաշտի իրադարձությունների թվերին։ Ռազմաճակատում վերջին մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 141 մարտական բախում, որոնց ժամանակ Ռուսաստանը կորցրել է եւս 990 օկուպանտ եւ 1405 միավոր տեխնիկա եւ սպառազինություն։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գնահատականների համաձայն Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի սկզբից ի վեր ռուսական բանակի կորուստները այսօր առավոտվա դրությամբ կազմել են 1,221,940 զինվորական։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Ռուսները սովորության համաձայն գիշերով ուկրաինական քաղաքների լույսն էին ուզում անջատել։ 116 ռուսական օդային թիրախից 90-ը խոցվել է մեր հոպի կողմից։ Կրիվոյ Ռոգում հոսանքի խնդիրներ էին առաջացել ռուսական հարվածի հետևանքով։ Դե մեր էներգետիկներն ու բժիշկները կարծես զինվորական լինեն, օրը 24 ժամ ճակատում են։ Իրոք հերոսական պայքար է գնում։ Լուրերը շատ են, բայց շատ չծանրաբեռնեմ ձեզ, այսօր ինֆորմացիոն առումով դաշտը շատ ծանրաբեռնված է։ Այսքանով ավարտեմ մեր եթերը, որը դեռ շարունակում եմ շատ բարդ պայմաններում պատրաստել ձեզ համար, բայց կարևորը որ կարողանում եմ, չէ։ Խնդրում եմ չմոռանաք լայքել եւ տարածել մեր հաղորդումը եւ իհարկե ովքեր դեռ բաժանորդագրված չեն, անպայման բաժանորդագրվեք, դա շատ կարևոր է։ Հուսով եմ կհանդիպենք արդեն վաղը, գուցե ել ավելի լավ լուրերով։ Մնացեք բարով։